Բարև հայրենակից, ես պիտի խոստովանեմ, որ առանձնապես շատ գլուխ չեմ հանում համացանցային այս տարբեր ալիքներից, չգիտեմ ինչերից, դա իմ սերնդի դեմքը չի, իմ սերնդի դեմքը գիրքն էր, բայց որպես 21-րդ դարի քաղաքացի այս կամ այն չափով աշխատում եմ տեղյակ լինել օրվանից և չեմ կարող զայրույթս չզսպել, որ մեր գերիների մասին, նրանց ընդհանրապես աշխատող անելու, Ադրբեջանին տիրապետության տակ ընդմիշտ թողնելու մասին վայրահաչ է տալիս մի այնպիսի ականավոր անգրագետ, թափոն, բարեբուն իմաստով, ինչպիսին Համլետ Խուշյանն է, իր փակ TV-ով, հողս գլխիդ։ Գիտես ես ով եմ, դու քո պրակտիկան, երբ դու հեռակա ձևով ավարտում ես համալսարանը, թե մանկավարժականը, հիմա ես լավ չեմ հիշում, իրեն պրակտիկա ուղարկել են, թե ինքն էր խնդրել, որ ուղարկեն մեր դպրոց։ Ես այն մարդն եմ, որը չստորագրեց քո պրակտիկայի տետրը, որպես անգրագիտություն։ Գետինը մտնես, հիմա դու դարձել ես TV-ի տեր, հա? Քեզ նման պատոշ երես ունեցողը ներողություն բարի համար, քեզ նման կպչուն սոսինձը, գուցե ավելի բան է, Նիկոլի բնավորությունն է մեջ է, այն ժամանակ ես Նիկոլին չեմ ճանաչել, բայց քեզ հո ես չստորագրեցի քո տետրը, որովհետև ասաց, ես չեմ կարող ինձ չհարգել, երբ որ դու կտիրապետես հայերենի կանոններին, երբ որ դու կկարողանաս, այն այն ժամանակ ինքը ֆուտբոլ էր, չէ՞, բանանում կարծեմ հաղորդում, հա, կարծեմ ֆուտբոլ էր հաղորդում, հիմա հայերենը այլանդակել են քեզ նմանները, բայց դու այն գլխից էիր այլանդակ, որովհետև այն ժամանակ, երբ որ ես զայրացա, որ ոնց թե իմ համար, Գեր Ալեքսանյան, իմ համար գոնե մի բան էլ դու կարել, ինչի համար, իմ համար, որ ասում են, ես ինձ թվում է, թե հավի կչկչոց եմ լսում, դու ինձ ժամանակվանից էիր կչկչում, հիշիր կանի տասնամյակի անցել, ես այն մարդն եմ, որը քեզ որպես թափոնի վռնդեց դպրոցից։